տաք գինի, խրթխրթան չիփսեր, շոկոլադով կրեպ ու ժենգյալով հաց։ Բարձր տրամադրության համար հայկական Christmas մարքեթները ժամանակակից ու ավանդական մենյուների միքս են առաջարկում։ Ամանորյա հեքիաթը փորձում են չփչացնել այգով շրջող չափազանց շատ ձմեռ պապերը։ Երեխաներին բացատրում են, իրենք շատ են, որովհետև Լապլանդիայում ապրող Սանտա Կլաուսի հայազգի օգնականներն են։ Մոտենում են, ասում են բարև, ոնց ես, հետո ասում են դու նամակ գրել ես, ես էլ պատասխանում եմ այո։ Հեյ, ձմեռ պապ, գրել եմ քեզ մի մեծ նամակ։ Այգու ամենասկզբում հեքիաթն է կանչում։ Լիլիթի ու Մարիամի տաղավարի անունն է։ Աղջիկները երեխաների հետ խաղալիքներ, մազակալներ են պատրաստում ու նվիրում, նվիրելիս ջերմանում։ Մրսում ենք, բայց սովորենք, այս ամանորյա միջավայրը մեզ դուր է գալիս։ Թափանցիկ խաղալիքի վրա ամրացնում է կարմիր ժապավեն, մի քանի փայլուն քար, իսկ կախարդանքը ներսում է։ Բայց աչքերով Լիլիթը սիրով է լցնում խաղալիքը։ Երեխաների հետ ենք մտերմացել, գրեթե ամեն օր գալիս են, իրանց հետ ինչ-որ բան պատրաստում ենք։ Այսօրվա պատրաստածը իմ նվերն է։ Մի րոպե։ Ես նվեր տանք էլի, ուզում ենք դες հարել նվիրենք։ Ոայ շատ շնորհակալ եմ։ Հաջորդ կանգառը մրսկանների սիրելին է։ Դարբինը տաք գինի է հյուրասիրում, միայն տեսքը բավական է սիրահարվելու համար։ Եվ գինուն, եւ նրան գինին խմելուց հետո։ Լցնում են գինի, նարինջ, կիտրոն, դարչին մեխակ եւ ազնվամորու մուրաբա եւ տաքացնում ենք մինչեւ 70 աստիճան ջերմության։ Ավել ջերմություն չի կարելի տաքացնել, որովհետեւ ալկոհոլը, այսպես ասած, փախնում է։ Եվ ստացվում է շատ հաճելի ձմեռային ըմպելիք, որը թուրք եղանակին բավականին լավ տաքացում է։ Հիմնականում գերմանացիներին բնորոշ այս ըմպելիքը շատ ավելի համեղ է, երբ հայերն են պատրաստում։ Վստահեցնում են Գլինտվեյնի սիրահարները։ Աղավնաձորի խաղողն է համի գաղտնիքը, թե տրոպիկական մրգերն ու հատապտուղները, առաջարկում են փորձել ու հասկանալ։ Ասում եմ, որ ձեր մոտ ավելի լավն է, ավելի հաջող է ստացվում։ Կարելի է։ Ավստրիական հոթ-դոգներին հաղթում են այս տաղավարում։ Հայկական թարմ նրբերշիկը ու ֆիրմային չիփսը գնահատողները միշտ այստեղ են։ Շատ ուրախ, տոնական, լավ տրամադրությամբ եկել ենք վայելելու Սիրուն այգին։ Արդեն երկրորդ տարի է գալիս ենք ու շատ հավանում ենք։ Հետաքրքիր է ժամանցի տեղը, որ կարան գանք ու իհաթե տաք գինի վայելենք։ Կարտոֆիլի ճակատագրին հաճախորդներն անձամբ են հետևում, խնդրում պատրաստել իրենց ճաշակով։ Այդ կարտոշկա խնդրում եմ, ճտասնեք, կարմրացրեք, լավ էլի, խնդրում եմ, մերսի։ Կարտոֆիլը կարմրացնելուց հետո ավելացնում են աղ, պղպեղ եւ կարելի է վայելել տաք գինու հետ, տոնավաճառի կենտրոնում դրված տակառների վրա։ Սուրբ ծննդյան շուկաների մշակույթը լավ միտք է, կարծում են տոնավաճառում տոն փնտրող քաղաքացիները։ Որոշները չեն հասկանում, ինչու են նոյեմբերից քաղաքը ամանորին պատրաստում ու տոնը սովորական օր դարձնում։ Մինչև դեկտեմբերի 7-ը չանցնի, այդ երկրաշարժը չպետք է այդ բաներ անել։ Երեխեքի համար լավ է, բայց որ դեռ երկրաշարժը դեկտեմբերի 7-ը չնշած սկսում են ձևակերպել, փաստորեն դառնում է բնական ու ինչ-որ առաջ մի 10 օր առաջ էին սկսում։ Մի ամիս արդեն սկսում են։ Կեսգիշերին Արարատի Նոյակերտ գյուղից հանրապետության հրապարակ եկած ընտանիքը գոհ է։ Երեխաները մի լավ ուրախացել են, ձմեռ պապերի հետ նկարվել, կերել, խմել, դատարկել պապի գրպանը։ Նենա, բերեցի ինչա, շաուրմա,
Hot dog. Ha. 10,000 փողոզիկ 6 հատի Դեցած ինչ արա։ շաուրմա մի հատ հոտ Բայց ով է ասել, թե երջանիկ լինելու համար պարտադիր է համեղ ուտելն ու ծախսելը։ Christmas market-ի ամենաուրախ սեղանիկը փոքրիկ վերնիսաժում է։ Մեր տաղավարի կողքով ով անցնում է, միշտ ուրախանում է, ժպտում է, ծիծաղում է, հեռվից տենում ենք խի ու հասկանում ենք, թե ինչի համար են մարդիկ այդքան երջանիկ։ Այս կրեատիվ բաժակներն են տոնավաճառի ուրախությունը։ Եթե ուզում եք, որ ձեր նվերը անմոռանալի լինի, ռիսկի դիմեք ու վճարեք 10,000 դրամ։ Անգամ տնորենի են նվիրել, հենե կին տնորեն ու տղամարդ է նվիրող դեղը։ Բոլորին չէ, որ բաժակները կարող են երջանկացնել, ուրախացնելու համար այգի եկած ձմեռ պապիկին չեն ուրախացնում ոչ տոնական լույսերը, ոչ ձեռքի փուչիկները, ոչ էլ վառվող աչքերով իրեն նայող երեխաները։ Պատճառը վախենում է ասել։ Համ հայրենիքի հետ է կապված, համ խոսքեր չի կամ, եթե պապին ինչ-որ մի բան ասի, հաստատ պապի սրանից է կզրկվի։ Բարեր չեմ ուզում, հիմա խոսեմ։ Երեկվանից շատ վատ է, կապված է քաղաքապետարանի հետ, բայց եթե ես խոսամ, հաստատ ես սրանից է կզրկվեմ։ Ինչ խոսքով տխուր է այսօր ձմեռ պապը։ Շատ հիասթափված եմ, բայց հույսերս չեմ կորցնում։ Ես իմ երկրում մնալու եմ, իմ թեկուզ 1000 դրամ էլ առնեմ, ես իմ երկրի մեջ եմ մնալու, երբեք օտար երկիր ես չեմ գնալու։ Ձմեռ պապը մտքում ամփոփում է Հայաստանի 2025 թվականը։ Ճաքեր ունի մեր երկիրը, կբուժվի, ոտքի կկանգնի հայրենիքը։ Այո, եթե ժողովուրդը միասնական լինի, մենք այդ ճակը կարանք փակենք։ Պատերազմը չի ավարտվել դեռ։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Մեր ժողովուրդը վստահ որ ամեն ինչ լավ է լինելու։ Եթե խաղաղություն են ուզում, այդ խաղաղությունը պիտի երկու կողմանի լինի։ Այդ խաղաղություն լինի, մեր ժողովրդին է համբերություն։ Ես հավատում եմ։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Սպասենք 2026 թվի գարնանը։ Հրաշքը գարնանն է գալու։ Մեր ժողովրդին խաղաղություն լինի, ջերմություն լինի։ Նորից եմ ասում, մեր ժողովուրդը, եթե իրար արգի սիրի, մենք կարանք այս ճեղքից դուրս գանք, այս ճայրից դուրս գանք։ Ես հավատում եմ, անձամբ ես հավատում եմ։ ձմեռ պապը հավատում է հրաշքին, ինչպես երեխաներն են հավատում ձմեռ պապիկին։ Ձմեռ պապի։ Այս պապին հլա օգնեք, ասեք, ով է ամենախելոքը։ Սուրբ Ծննդյան շուկայի ամենաուրախ ձմեռ պապն է, նվերների պարկը լիքը, փորն առաջ, քեֆը միլիոն։ Հաստատ։ Ռելավամ, ռելավեմ, ռելավամ, ռելավեմ, ռելավամ, ամենասերոնը, Բոլորը չեն այս ձմեռ պապիկի պես կուշտ ու երջանիկ, մուլտհերոսներից արջը փախչում է տեսախցիկից, երբ հարցնում եմ, թե որտեղ է Մաշան։ Ուրա Մաշան։ Գերել եմ, ոյ կնայք, չեմ կարող հետել, տապում եմ։ Արջուկ, հետ արի։ Արջուկ։ Տեսախցիկից վախենալու ու փախչելու առիթներ թող չլինեն եկող տարի, թող խաղաղություն ու սեր լինի Հայաստան աշխարհում։ 2026-ին ցանկանայի ամենաառաջինը երկրի խաղաղություն, առողջություն, որ մեր մանուկները, մեր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն։ Շնորհավոր, ուրախ տարի, երջանիկ տարի, թող բոլորը խաղաղ ու առողջ լինեն։ Ուզեմ ավելի շատ սիրենք, ավելի շատ սեր տանք։ Ժողովուրդը որ իր հոգսերից դուրս գա։ Հույս ունեմ, որ այս տարի լավ տարի կլինի, խաղաղության տարի կլինի։ Ինչ ասեմ, մեր ժողովրդի մաղթում եմ իրար սիրեն, հարգանք լինի, մեկս մեկից նկատմամբ հարգանք լինի։ Լավ է, ամեն ինչ լավ է։ Մեր այս ժողովուրդ մեղ կա։ 26 թվականին մաղթում եմ, որ բոլորը լինեն մեր տաղավարի նման քաղցր իրար հետ միշտ, ջերմ ու
երկրին թող լինի միշտ խաղաղություն։ And the wish and the Merry Christmas, and the wish and the Merry Christmas, and the wish and the Merry Christmas, Christmas for you. Լիլիթ Խալաթյան, Նորայ Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։